Փարթիրոջը, սիրելի քույրեր եղբայրներ, շնորհակալ ենք Աստծուց, որ այսօր Աստված մեզ հավաքելով այս վայրը եկել ենք մեր ուրախությունը, մեր սրտի գոհությունը, մեր ցնծությունը բերելու Տիրոջ առջև, այն ուրախության, այն մխիթարության համար, այն հոգու համար, որ այսօր բնակվում է մեր յուրաքանչյուրիս ներսում։ Քանի որ ինչպես եղբայրներս խոսեցին, այսօր այս օրերի մեջ եւ առաջին դարում էլ այդ ժամանակվանից սկսված կատարվել է Աստծո խոստումը եւ ամեն մի խոստումները Աստծո այո եւ ամեն են։ Մենք տեսնում ենք, որ այն օրերը, երբ որ մոտիկացավ, որ Տեր Հիսուս պետքա վերցվեր երկրի վրայից եւ նա խոսելով աշակերտներին հետեւյալն ուղեց, որ նայեք, որ ձեր սրտերը չտրտմի, քանի որ ես պետքա ահա վերցվեմ ձեր մեջից եւ հորը քով պիտի գնամ։ Բայց մենք տեսնում ենք, որ Տեր Հիսուսը ուներ մի խոստմունք տրված իր աշակերտներին եւ իրեն հավատացող ժողովրդին, որ գրված է Գործք առաքելոց առաջին գլուխ 4-րդ խոսքից հետեւյալը, որ ես ուզում եմ ընթերցել։ Անոնց հետ մեկտեղ գտնված ատենը, երբ որ աշակերտների հետ էր, նրանց հետ մեկտեղ գտնված ատենը ապսպրեց անոնց, որ Երուսաղեմեն չհեռանան, հապա սպասեն հորը խոստումին, որ ըսավ. իր մե լսեցիք, վասնզի իրավ Հովանես ջրով մկրտեց, բայց դուք շատ օրեր չանցած Սուրբ Հոգիով պիտի մկրտվիք։ Եվ 8-րդ խոսքը, որ հետևյալն է ուղում, բայց Սուրբ Հոգին ձեր վրա եկած ատենը զորություն պիտի առնեք, ու ինձի համար վկաներ պիտի լաք Երուսաղեմի մեջ եւ բոլոր Հրեաստանի ու Սամարիայի մեջ ու միջև երկրին ծայրերը։ Օրհնյալ է մեր Տերը, որ այս խոստմունքը Տեր Հիսուս ուներ աշակերտներին տված, որ աշակերտներին խոստացավ հետևյալը, որ տեսնելով այն տրտմությունը, որ կա իրենց ներսում, որ ահա շուտով պետքա բաժանվեին Հիսուսից եւ Հիսուս պետքա վերցվեր երկրի վրայից, Տեր Հիսուսը հետևյալն ուղեց, որ ահա շատ օրեր չանցած Երուսաղեմից չհեռանաք եւ խոստացյալ Սուրբ Հոգիով պետքա մկրտվեք, որը որ զորության հոգին էր։ Այո, Սուրբ Հոգին դա զորության հոգին է, Սուրբ Հոգին դա ուրախության հոգին է, Սուրբ Հոգին դա մխիթարող հոգին է, Սուրբ Հոգին առաջնորդող է, Սուրբ Հոգին սովորեցնող է։ Մենք տեսնում ենք, որ իշկամ հատկություններ կան, որ Սուրբ Հոգու մեջ է, որ ամեն բան պարունակում է Սուրբ Հոգու մեջ։ Դրա համար էլ Տիրոջ խոսքն ուղեց, որ ասեց. այդ ժամանակ, երբ որ Սուրբ Հոգով մկրտվեք, իմ վկաները կլինեք միջև աշխարհի ծայրը։ Թողորտնյալ լինի մեր Տիրոջ անունը, որ մենք այսօր ամեն մեկս էլ սիրելի քույրեր, եղբայրներ, Աստծո առջև գալով եւ մկրտվելով Սուրբ Հոգիով եւ ում կյանքում որ այս օծությունը կատարվել է, ում կյանքում որ Աստծո խոստմունքը կատարվել է, այո, այս ամեն օծություններով լցված լինելով մեր ներսը մենք ունենք ուրախություն, մխիթարություն եւ առաջնորդություն Տիրոջ կողմանը։ Ես այսօր ուզում եմ խոսել հետեւյալի մասին՝ Սուրբ Հոգու գործը մեր կյանքում, թե ինչ գործ է կատարում է Սուրբ Հոգին մեր կյանքում։ Եվ Տերը, երբ որ խոստացավ աշակերտներին, հետևյալն ուղեց, ես ուզում եմ կարդալ այդ համարները եւ տեսնել այն 3 կարևորագույն գործի մասին, որ առանց Սուրբ Հոգու մարդու կյանքում չի կատարվում։ Ժողովուրդ ջան, հետևյալն եմ կարդում Հովանու ավետարան 16-րդ գլուխ 5-րդ խոսքից, որ հետևյալն է ուղում. Հիմա ես կերթամ զիս ղրկողինքով եւ ձեզմե մեկնալ չի հարցներ ինձի, թե ուր կերթաս, բայց որովհետեւ այս բաները ձեզի խոսեցա, ձեր սրտերը տրտմությունով լեցվեցան, բայց ես ճշմարիտը կսեմ ձեզի, աղեք է ձեզի, եթե ես երթամ, քանզի եթե ես չերթամ, մխիթարիչը ձեզի չի գար, բայց եթե երթամ, զանիկա պիտի ձեզի ղրկեմ, եւ ինք երբ գա, տեսնենք այս ամեն, այսինքն երբ որ գա Սուրբ Հոգին, ինչ պետքա կատարի, եւ ինք երբ գա, աշխարհը պիտի հանդիմանե, առաջինը մեղքի համար, երկրորդը արդարության համար եւ երրորդը դատաստանի համար, ժողովուրդ ջան, մեղքի համար, որ ինձի չեն հավատար,
արդարության համար, որ ես իմ հորս քով կերթամ եւ ալ ձեզ պիտի չտեսնեք, եւ դատաստանի համար, որ այս աշխարհին իշխանը դատապարտված է։ Այսինքն մենք տեսնում ենք Սուրբ Հոգու գործը մեր կյանքում, աշխարհ գալու նպատակը, թե ինչի համար էր անհրաժեշտ Սուրբ Հոգու գալը եւ ինչի համար Տեր Հիսուսն ուղղեց, որ նայեք տեսնելով այդ տրտմությունը աշակերտների ներսում, ասեց մի տրտմեք, ահա ես ձեզ խոստանում եմ, որ հիմա գնամ, շուտով Սուրբ Հոգին պետքա ուղարկեմ ձեզի, որ նա պետքա մխիթարի, որ մխիթարության Հոգին է, որ ձեր ներսում լինելով եւ այս կարևորագույն բանի համար, որ երկրի վրա պետքա գործեր։ Ես ուզում եմ անդրադառնալ առաջինին, ինչի համար, մեղքի համար, որ Տիրոջ խոսքը ուղղեց, որ պետքա հանդիմանե մեղքի համար։ Նախ առաջինը, որ ասում է ինձի չեն հավատար։ Մեղքի հիմնական արմատը, երբ որ մենք նայում ենք անկախ ամեն ինչից, ժողովուրդ ջան, դա Հիսուսի մերժումն է, որովհետև նրանք, ովքեր որ մերժում են Հիսուսին, իրանց կյանքը տրվում է այդ կյանքի, ժողովուրդ ջան, որովհետև արդեն մեղքն ու անիրավությունն է տիրում։ Այս խոսքը ասում է, որ մեղքի, ասենք ցույց տալով մեր կյանքում, մեղքի խորքային արմատը, պատճառը, այսինքն որն է մեր կյանքում, ինչի համար են մարդիկ մեղքի մեջ բնակվում, ինչի համար են մարդիկ մեղքը սիրում, ինչի համար է մեղքը տիրում մարդկանց։ Մենք տեսնում ենք այստեղ այն խորքային պատճառը, որ մարդիկ չեն հավատում Հիսուսին։ Առաջին բանը, որ չեն հավատում Հիսուսին, ինչպես Հիսուսը եկավ աշխարհ եւ չընդունեցին նրան, չհավատացին, որ նա է Աստծո որդին, որ նա է աշխարհի փրկիչը, եւ այս ամենը եղավ նրանց դատապարտության համար։ Այսինքն Հիսուսին չհավատալը դա ամենամեծ մեղքն է։ Մենք կարող է շատ մեղքեր մտածենք, որ սպանությունը, գողությունը, շնությունը սա ամենամեծ մեղքն է, բայց մենք երբ որ նայում ենք հիմնականում են խորքային, ամենամեծ մեղքը դա Հիսուսին չհավատալն է, որ դրանք հետևանքներն են, ժողովուրդ ջան։ Կարծես արմատը այդտեղից է գալիս։ Դրա համար մենք նայում ենք հետևյալին, երբ որ մարդը մերժում է Հիսուսին, ապա նա մերժում է Աստծուց տրված այն փրկությունը, այն ամենակարևորը։ Քանի որ Հիսուսը եկել էր եւ փրկություն էր բերել, ավետում էր այդ փրկության մասին, բայց մենք տեսնում ենք, որ չհավատացին եւ չընդունեցին, եւ սա եղավ նրանց դատապարտություն։ Դրա համար էլ Տեր Հիսուսը ուղղում էր հետեւյալը, որ երբ որ Սուրբ Հոգին գա, աշխարհը պետք է հանդիմանի մեղքի համար։ Այսինքն ինչի համար, ինչ մեղքի մեջ էր գտնվում աշխարհը, ինչ մեղքի մեջ է գտնվում ոչ մարդկությունը, որ մերժել է Հիսուսին, որ մերժում է Հիսուսին, ոչ թե ուղղակի խոսքով, որ շատեր ասում են մեռնեմ Աստծուն, մեռնեմ Հիսուսին, մեռնեմ նրա ոտերի տակին, բայց չկա իրական հավատքը, չկա իրական կյանքը, իրենց ներսը մերժած եւ հեռացած է Տիրոջից, հապա խոսում է այն իրական ճշմարտության մասին, որ Սուրբ Հոգին ասա բացահայտում մարդուն, որ մարդը տեսնելով իր ներսում հասկանում է, որ իրականում առաջինը ինքը մերժել է Հիսուսին, դրա համար հայտնվել է մեղքի կյանքի մեջ, դրա համար էլ հայտնվել է գերության մեջ, դրա համար էլ հայտնվել է պղծության ամակրության մեջ, ինչպես Եդեմական պարտեզում մարդը մերժեց կենաց ծառը, կյանքի ծառը եւ խապնվելով սատանայի ի վերջո բերած այն խորհրդին, որ նա հետեւյալն էր ուղում հակառակը, երբ որ ուտեք պետք է կյանք ունենանք, մենք տեսնում ենք, որ մեռան։ Այսինքն առաջինը ինչն էր պատճառը, որ մերժեցին Աստծուն, մերժեցին Աստծո խոսքը։ Եվ Սուրբ Հոգին գալով աշխարհ, հանդիմանելով յուրաքանչյուրին, հանդիմանելով մեղքի համար, որ ասես պետք է հանդիմանի մեղքի համար, ժողովուրդ ջան, որ մենք կարդում ենք առաջինը Աստծո խոսքը ուղում ասում է, պետք է հանդիմանի աշխարհին մեղքի համար, ինչի համար, աշխարհի մեղքը ինչու ներկայանում, որ մերժել էին Հիսուսին, որ մերժել էին այն փրկիչին, այն միացնին, որը որ եկել էր կյանք տալու, բայց Սուրբ Գիրքը ուղում ասում է, ով որ հավատաց նրա անվանը, նա կյանք ունեցավ, ով որ ընդունեց Հիսուսին, նա կյանք ունեցավ։ Դրա համար Սուրբ Հոգին գալով մեր ներսը այսօր բացահայտում է այս մեղավոր վիճակը, մեզ ցույց է տալի մեր մեղավոր վիճակը, որ մենք տեսնում ենք այն արմատ, այն խորքային մերժումը, որ մեր կյանքը մերժել է Քրիստոսին, որ մենք մերժած կյանք ենք ապրել նրա առջև, եւ այսօր Տերը հրավիրում է մեզ ապաշխարության, որպեսզի մենք ապաշխարենք եւ դառնանք Տիրոջը։ Դրա համար Սուրբ Հոգին այս աշխարհում գործում է բացահայտելու մարդկանց իրանց ամենամեծ մեղքը,
Այսինքն որն էր այդ ամենամեծ մեղքը, որ նրանք նկատել էին, նրանք անհավատություն էին, անհավատարմություն եւ անհավատություն էին ցուցաբերել Հիսուսի նկատմամբ, մերժելով, ինչպես որ գրված է, նա իրեններին եկավ եւ իրենները չընդունեցին։ Դրա համար Սուրբ Հոգու գործը մեր կյանքում ժողովուրդ ջան հետեւյալն է, որ մարդուն բացահայտում է, մարդուն համոզում է, մարդուն ցույց է տալի իր մեղավոր վիճակը, որ մարդը տեսնի եւ հասկանա, որ մենք իրոք մեղավոր ենք իր առջև, որ մենք մերժել ենք Քրիստոսին, ինչպես երբ որ կատարվեց, մենք հիշում ենք Գործք առաքելոցի մեջ, երբ որ են իծնե կաղին բժշկեցին առաքյալները Հիսուսի զորությունով եւ ասում ամենքը հարած առաքյալների հետևից էին գնում այս մեծ հրաշքը տեսնելով։ Մենք տեսնում ենք առաքյալները ինչ ուղեցին, ասեցին ով իսրայելացի մարդիկ, ինչու համար եք ձեր աչքերը տնկած մեզ վրա նայում, այն Հիսուսին, որին որ դուք խաչեցիք, այսինքն որին որ դուք մերժեցիք, նա փառավորվեց։ Այն Աստծուն, որ իր որդուն ուղարկեց, որ փրկություն էր բերել, իր որդին փառավորվեցավ։ Այսինքն նորից ուզում էին այդ ժողովրդի հայացքը ուղղել, հետևյալին, որ տեսնեին, որ մերժել էին Քրիստոսին, այո, այն մերժած Քրիստոսին, որի մերժե եւ խաչն էին հանել, անիկա փառավորվեցավ եւ նրա զորությունով էր, որ բժշկված կեցել էր։ Թող Տերը փառավորվի։ Ես ուզում եմ անդրադառնալ հետևյալին, շատ կարելի է մանրանալ, շատ կարելի է օրինակներով ներկայացնել այս ամեն ինչը, բայց ժամանակի բերումով ես ուզում եմ անդրադառնալ երկրորդին, որ Սուրբ Գիրքը ուղղում է երկրորդը արդարության համար։ Այսինքն երբ որ Սուրբ Հոգին գա աշխարհին ինչի մեջ պետք է հանդիմանի արդարության համար, ժողովուրդ ջան։ Երբ որ մենք տեսնում ենք Աստծո խոսքում այստեղ ցույց է տալիս այն արդարությունը, որ Քրիստոսի մեջ էր, որ նա հոր կողմից գալով նորից հորը քով գնաց։ Այսինքն սա էր արդարությունը, որ նա գնաց հորը քով եւ այն փրկությունը, այն ծրագիրը, որ բերել էր եւ այն ամենը, որ նա խոսում էր ժողովրդին, որ ես եկել եմ հորս կամքը կատարելու, ինքն իր մեջ եմ խոսում, հապա ինչպես որ հայրը այսօր ինձ թելադրում է, այդ ամենն եմ ես ասում, այդ ամենն էլ նա ներկայացնում էր ի վերջո ժողովրդին։ Եվ այս ամենի մեջ մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգին գալով հետևյալն էր ուղում, ներկայացնելով այն արդարությունը, որ Քրիստոսի մեջ էր, այն արդարին, որին որ խաչեցին, այն արդարին, որին որ դատապարտեցին եւ մերժեցին, արդարությունը միակ նրա մեջ էր, որովհետեւ նա գերեզման դրվեց եւ երրորդ օրը հարություն առավ։ Սուրբ Հոգին, երբ որ նայում ենք աշխարհի վրա, ոչ միայն մեղքի համար էր հանդիմանում, եկել էր մեղքի համար հանդիմանելու, այլ բացահայտում էր այն իրական արդարությունը, որը որ տարբերվում այս աշխարհի արդարությունից։ Եվ այդ արդարությունը նրանումն էր, որ Հիսուսը խոսում էր իմ հոր մոտ եմ գնում, որը որ չընդունեցին, որի համար դատապարտեցին եւ անգամ ծաղրում էին, եթե դու Աստծո որդի ես, խաչից վայր իջի, եւ անգամ տախտակի վրա գրեցին հրյաների թագավոր, նրանք կասկածում էին նրա վրա, բայց արդարությունը նրանումն էր, որ նա հորը քովից գալով նորից հորը քով գնաց։ Աշխարհը ունի սխալ պատկեր, երբ որ մենք նայում ենք արդարության մասին, մենք տեսնում ենք, որ աշխարհում արդարությունը չափում են, ասենք աղա օրենքով, բարոյականությամբ կամ համեմատությամբ մարդը մարդու նկատմամբ, բայց Աստծո արդարությունը տարբերվում է մարդկային արդարությունից։ Մենք կարդում ենք այս մասին նաև Եսայի մարգարեության 64-րդ գլուխ 6-րդ խոսքի մեջ, որ հետևյալն է ուղում, բայց ամենքս պիղծ բանի պես եղանք ու մեր բոլոր արդարության գործերը անմաքուր լաթի պես են։ Սա է մարդու արդարությունը, ժողովուրդ ջան, որ Եսայի մարգարեի կյանքում բացվելով խորապես Աստծո արդարությունը, նա մի բան էր տեսնում, որ մարդկային արդարությունը ոչինչի պես է, պիղծ բանի է նմանեցնում եւ այն կեղտոտ լաթի, որը որ ոչ մեկի ներսը, ոչ մեկի սիրտը չի ցանկանա այդ ամենին։ Դրա համար աշխարհը հետևյալն է ասում, որ լավ մարդ եղիր, չէ՞, շատ ժամանակ խրատում են, շատ ժամանակ հորդորում են, մարդկանց սխալները տեսնելով կարծես ուղղորդում են, որպեսզի մարդը լավ մարդ դառնա, բայց ոչ մեկ չի կարող լավը լինել։ Այլ Սուրբ Հոգին հետևյալն է ուղում, դու չես կարող արդար լինել, քանզի պետք է Հիսուսի արդարությունը։ Նրա արդարությունն է մեր կյանքում գալով, որ մեզ արդարացնում է, ոչ մեկ չի կարա ինչ որ գործեր անելով
փորձի արդարանա։ Առաջ երկրորդ Կորինթացիս 5:21-ը, որ հետևյալն է ուղում. Վասնզի Աստծո արդարությունը զանիկա, որ մեղք չեր գիտեր, մեզի համար մեղավոր սեպեց, որպեսի մենք անոր միջոցով Աստծո արդարները լանք։ Այսինքն ում միջոցով ենք լինում Աստծո արդարները, Քրիստոսի միջոցով։ Եվ Սուրբ Հոգին գալով մեր ներսը բացահայտում է մեր մեղավոր վիճակը, որ միակ արդարը, միակ ճշմարիտը իր որդին է, որ մենք մեր հայացքը ուղենք իր որդուն, որ մենք թողենք ամեն մարդկային գործերը, որ շատ հաճախ փորձում ենք մեր գործերով արդարանալ, շատ հաճախ մենք փորձում ենք տարբեր ճանապարհներով մտածել Աստծո ուշադրությունը գրավել, այս բան անել կամ այն բան անել, որպեսզի հաճելի լինեմ, բայց միևնույնն է, մեր արդարությունը Քրիստոսն է։ Եթե Քրիստոս կյանքը քո մեջ չձևավորվի, եթե քո ներսը հաշտություն չունենա Քրիստոսի հետ նրա խաչի միջոցով, այսօր այդ իրական արդարությունը քո կյանքում չի լինի։ Դրա համար աշխարհը ուզում է այս ձևով արդարանա, բայց Տերը այդ արդարությունը չի ընդունում։ Եվ դրա համար էլ Սուրբ Գիրքը ուղղում է հետևյալը, որ երբ որ Սուրբ Հոգին գա, արդարության համար պիտի հանդիմանի, որ ես իմ հորս քով կերտամ եւ ալ զիս պիտի չտեսնեք։ Իսկն ոչ մեկ չէր հավատում, որ Հիսուսը երկնքից էր իջել, հոր աջ կողմից, հապա հակառակը ծաղրում էին, հապա հակառակը նախատում էին, խաչի վրա ասում էին, եթե Աստծո որդի ես վար իջի, բայց մենք տեսնում ենք, որ այս ամենը իրականություն դարձավ, արդարությունը կատարվեց, որ արդարը իր կյանքը դրեց մեղավորների համար, նրանց արդարացնելու համար ժողովուրդ ջան։ Եվ երրորդը, որ ես կուզենամ կարճ անդրադառնալ, հետևյալն է, եւ դատաստանի համար, որ այս աշխարհին իշխանը դատապարտված է։ Մենք տեսնում ենք, որ խոսքը ում մասին է, խոսքը սատանայի մասին է, որ սատանան իր իշխանությունը բանեցնելով այսօր մարդկանց պահում է մեղքի եւ մահվան մեջ, ինչպես Եփեսացիների 2-րդ գլխի մեջ գրված է հետևյալը, որ ժամանակին նայելով մենք էլ մեղքի եւ մահվան մեջ մեռած էինք եւ այս օդի իշխանի իշխանության տակ էինք, այսինքն որ նա իր իշխանությունն էր բանեցնում մեր վրա, նրա իշխանության տակ էինք եւ ասում ինչպես որ մեզ թելադրում էր, այնպես մենք անում ենք, այնպես ապրում ենք, մտածելով, որ դա է ճշմարիտը եւ ճիշտը։ Բայց երբ որ Սուրբ Հոգին եկավ մեր ներսը, Սուրբ Հոգին բացահայտում է այդ ամեն իրավիճակը եւ մեր միտքը լուսավորվելով, մենք այլևս չենք ընդունում այս աշխարհի իշխանին, հապա դեմ ենք դնում, մերժում ենք նրան, ժողովուրդ ջան։ Դրա համար Սուրբ Հոգին հետևյալն է հիշեցնում այս աշխարհի իշխանի մասին, սատանայի մասին, որ ցույց տալը, որ մեղքը դատապարտված է, որ իրական արդարությունը Հիսուսի մեջ է, որ իրական արդարությունը կյանքը Քրիստոսի մեջ է, ճշմարտությունը նրա մեջ է, ճշմարտությունը նրա խոսքը պահելու մեջ է, ժողովուրդ ջան, որ այսօր մենք դրա կարիք ունենք։ Թող Տերը օրհնի, որ Սուրբ Հոգին գալով մեր ներսում բացահայտում է բոլոր այս իրավիճակները։ Դրա համար էլ հետևյալն է ուղում, որ ասեց, երբ որ գա ձեզ, ինչպես Ռոման եղբայրը հիշեցրեց, պետք է հիշեցնի այն ամենը, որ ես ձեզի հետ խոսեցի։ Այսինքն ձեր միտքը պետք է բերի։ Դրա համար երանի են մարդուն, որը որ ուշադրություն է դարձնում, երանի են մարդուն, որը որ այսօր լսում է Սուրբ Հոգու ձայնին, որ առաջնորդում է դեպի ճշմարտության։ Եվ այդ հոգին այսօր շատերիս ներսում է, եւ ում ներսում է, որ դեռ բնակություն չի հաստատել, այսօր ժամանակն է, պահն է, որ մենք հավատքով խնդրենք, որ Տերը ասում է ամենքին տալիս է եւ ոչ մեկի չի մերժում նրան, ով որ հավատքով խնդրում է Տիրոջը եւ իր սիրտը բացում է Տիրոջ առջև։ Դրա համար այս խոստացյալ Սուրբ Հոգին, երբ որ մենք կարդում ենք այն ամենը, որը որ Տերը խոստացել էր իր աշակերտներին եւ ասեց գնացեք ու սպասեք Երուսաղեմում, միջև որ խոստացյալ Սուրբ Հոգիով կնքվեք, Սուրբ Հոգիով մկրտվեք, այնպես էլ այդ խոստումը դարեր շարունակ միջև այսօր կատարվում է մեր յուրաքանչյուրիս կյանքում, որ Տերը խոստացել է իրեն խնդրողին պիտի տրվի, այդ որդեգիրը, իր որդեգրության կնիքը, որ դրվում է, որ վկայում է մեր ներսում Աստծո ներկայության մասին, այսօր Աստված այդ հոգով մկրտելա շատ շատերիս եւ նաեւ
փափագ է ուզում առաջացնի այն մարդկանց կյանքում, ում կյանքում, որ սա իրականություն չի կատարվել, պետք է պարզապես հավատալ, ես սրտանց կանչել, սրտանց խնդրել, որ Տեր, ես էլ եմ ուզում, որ այս որդեգրության հոգին բնակություն հաստատի իմ կյանքում։ Եկեք աղոթքով կանգնենք Տիրոջ առջև, մեր աղոթքը բարձրացնենք կենդանի Աստծուն, մեր սիրտը բացենք Տիրոջ առջև, ժողովուրդ ջան, Սուրբ Հոգու մկրտությունով չի վերջանում, հապա Սուրբ Հոգու մկրտությունով նոր սկսվում է կյանքը, լեցունության կյանքը, որ իշքան մենք տեղ ենք տալիս Սուրբ Հոգուն, իշքան աղոթում եւ խնդրում ենք Տիրոջը, այնքան լեցվում ենք Սուրբ Հոգով, այնքան Սուրբ Հոգու լեցունության կյանք ենք ապրում եւ մեր կյանքը սկսում է Տերը առաջնորդել։ Դրա համար խնդրենք Սուրբ Հոգու լեցունության համար, որպեսզի Տերը լեցնի եւ առաջնորդի մեզ ամեն մեկից։ Ալելույա Տեր։